Մենք մեր արտաքին քաղաքականության շնորհիվ հաղթահարել ենք Հայաստանի Հանրապետության գոյատևման խնդիրը։ Մենք գոյաբանական հարցերի առաջ ենք կանգնած եղել։ Այսօր այս խորհրդարանը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության հարատևումը, որովհետև եթե ժամանակին քաղաքացին մանդատ էր տալիս, հեղափոխական մանդատ էր տալիս, հետո հետ պատերազմյան իրավիճակով պայմանավորված մանդատ էր տալիս, հետո քաղաքական ճգնաժամով պայմանավորված մանդատ էր տալիս, այսօր Հայաստանի քաղաքացին մեզ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը տվել է խաղաղության մանդատ։ Եվ մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացիների մեզ տրված խաղաղության մանդատին։ Տեր ենք կանգնելու մենք այդ մանդատին, ինչպես քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը, եւ մեր հարատևման գլխավոր նախադրյալներից մեկը բնականաբար թրիփն է եւ խաղաղության համաձայնագիրը։ Այն թրիփը, որը դուք անվանում եք Միջանցք։ Դուք, պարոն Կարապետյան, երեք հայտարարում եք, որ երեք էր թե առաջ օր էլ կարևոր չի, ասում եք դե Միջանցք չի, դա ճանապարհ է, ես ողջունում եմ այդ հայտարարությունը, բայց առնվազն այս տարվա սկզբին դուք թրիփը անվանում եք Միջանցք։ Ոչ մի բան չի փոխվել։ Հունվար ամսին ձեր մարտագլխիկ գործընկերը հայտարարել է ասուլիսում, որ Միջանցք եք, որ թրիփը Միջանցք է։ Սա անհերքելի փաստ է, ուրեմն համացանց կա, ես ասացի, որ տեղեկացրեցի, որ Հայաստանում համացանցից ազատորեն կարող եք օգտվել, VPN-ը անջատված չի, ամեն տեղ կարաք մտնեք, գտնեք այդ տեսանյութերը։